շնորհակալություն հրավերի համար։ Նախ, քանի որ Օսմանյանց սկսեց ընտրական գործընթացի վերաբերյալ մի քանի նկատառումներով, որպեսզի պատկերացնենք, թե մեր երկրում ինչ վիճակ է ժողովրդավարության տեսանկյունից, ես Տիկին Վարդանյանը եւ պարոն Դանիելյանը գալիս ենք ազգային ժողովի արտահերթ նիստից, որտեղ ներկայացվել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, ուշադրություն դարձրեք, էլի 5 ամսից ընտրություններ է, 3 արդեն, իրանք փոփոխություններ են մտցնում, սահմանափակում են դիտորդական առաքելությունը, բուն օրինագիծը հրապարակվել է 3 ժամը 6:30-ի 7-ի կողմերը, այսինքն անձամբ ես իմացել եմ, որ արտահերթ նիստ տեղի է ունենալու ԿՊ-ական պատգամավորներից մեկի Facebook-յան ստատուսից, գրել է վաղ արտահերթ լինելու, հետո գնում եմ Ստրասբուրգ, որից 5 ժամ հետո նոր օրինագիծը հրապարակվել է, որը հստակ սահմանափակում է դիտորդական առաքելությունների գործունեությունը։ Այս մթնոլորտում ենք մենք ապրում։ Եվ առհասարակ ես մթնոլորտի մասին խոսելիս զուգահեռ տանելով գործին Երման ջրի մեջ մտցնելու հայտնի գիտափորձին, ուզում եմ մի վայրկյան կանգ առնենք ու մենք պատկերացնենք ինչ է մեր շուրջը կատարվում։ Ես գիտեմ, որ մենք բոլորս այդ ամենը շատ լավ գիտենք, բայց քանի որ այդ ամենը կաթիլ հատատեր ունեցել մեկ ամբողջության մեջ մի քիչ բարդ է դա անցալել։ Սիրելիներս, հիմա Հայաստանում մարդ կա, ով 15 օր հացադուլ է անում։ Անարդարության պատճառով, իսկ հացադուլը ամենածայրահեղ միջոցն է պայքարի։ Հայաստանի Հանրապետությունում մեր առաքելական սուրբ եկեղեցու սրբազան հայրերը անազատության մեջ են։ Մեկին տերորիստ են փորձում անվանել, մյուսին փորձում են պուտչիստ անվանել, այո, մյուսին ինչ-որ ծիծաղելի մեկ այլ մեղադրանք են առաջադրել։ Հայաստանի Հանրապետությունում մեր ամենահայտնի բարերարներից մեկը մի քանի վայրկյանանոց խոսքի համար հայտնվել է անազատության մեջ, շարունակում է լինել անազատության մեջ, որովհետև տնային կալանքը նույնպես անազատություն է, եւ կես տարուց ավել անցկացրել է բանտում։ Վազգենը եւ Նարեկը, որոնք հայտնի հասարակական գործիչներ են, իրենց խոսքի համար անազատության մեջ են։ Բայց մի հատ հասկանանք, թե ոնց է դա տեղի ունեցել։ Ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող անձը կեղտոտ հայհոյանք է հրապարակել տղաների հանդեպ, տղաները դրան շատ ավելի մեղմ պատասխան են տվել, եւ այդ նույն մարդը հաղորդում է ներկայացրել իրանք դեմ։ Կամեն արա։ Մենք ունենք տնային կալանքի մեջ գտնվող Դավիթին Համբարձումյան, ով Մասիս քաղաքի քաղաքապետներ եւ իմպիչմենտի միասնական թեկնածու, ում հանդեպ պարզապես խայտարակություններ տեղի ունեն, ինչպես եւ բոլոր դեպքերում, այնտեղ բացառապես ամիսների հարցեր եւ հատուկ դատավորը, որը երբեք նման օրինակ գործով նման վճիռ չէր կայացրեց այնպիսի վճիռ, որ հատուկ կարողանան ազատությունից զրկել պարոն Համբարձումյանին։ Երբ ես սկսում եմ թվարկել քաղբանտարկելներին, միշտ առաջանում է այդ խնդրեմը, որ ինքան շատ են մեր ընկերները, որ վախենում եմ կարող է իմ ընկերներից ինչ-որ մեկին մողրանամ, իսկ դա անթույլատրելի է, որ այդ բոլոր մարդիկ նախ մեր համար են պայքարում, երկրորդ մեր պայքարի ընկերները։ Արտուրը Սարգսյանով անազատության մեջ է գտնվում, Գյումրու քաղաքապետ, ու շատ մեր ընկերներ, Լիդիանով երկար ժամանակ անազատության մեջ էր, ու այսպես շարունակ։ Հիմա խնդրում եմ մի վայրկյան պատկերացրեք, եթե 8 տարի առաջ դուք զարթնեիք ու ձեզ ասեին, գիտեք ինչ Հայաստանում մարդ կա, որ 15 օր հացադուլ է անում, հոգևորականները, այդ թվում է սրբազան հայրեր, եպիսկոպոսներ անազատության մեջ են, ազգային բարերարը անազատության մեջ, բլոգերները են անազատության մեջ, հասարակական գործիչներ։ Պատկերացնում եք իրականությունը։ 50-ից ավել մարդ
ու դա մարդիկ են, դրանք մարդկային ճակատագրեր են։ Դրանք մարդիկ են, որոնք պայքարում են մեր խոսքի ազատության համար։ Այդ թվում նաև իրենց պայքարի շնորհիվ է, որ մենք հիմա կարողանում ենք այս ամենի մասին խոսել, ինչը հեչ ցուցանիշ չի, կարող ենք շատ արագ հայտնվել նաև իրենց կողքին, բայց շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա, որ այդ մարդկանցից յուրաքանչյուրը իրենց ազատությամբ, իսկ Նարեկը նաև իր առողջությամբ պայքարում է մեր իրավունքների համար։ Ու դրան անտարբերությամբ անդրադարձնելը կարծում եմ առնվազն անշնորհակալություն կլինի, իսկ մենք անշնորհակալ ազգ երբեք չենք եղել։ Ես կուզենայի նաև ձեր ուշադրությունը դարձնել երկու փաստի։ Առաջինը նորից վերադառնալով Նարեկի եւ Վազգենի քեյսին, այս քեյսը իրական է նաև նրանով, որ այնտեղ ոչ միայն անհատների նկատմամբ բռնաճնշումը, անհատ այլախոհների նկատմամբ բռնաճնշումը, այլ նաև մեկ այլ անդին դա փորձ է լրացնել լրատվականին, որտեղ անտիֆեյք լրատվականը, որի մասին ավելի մանրամասն վստահ եմ պարոն Ֆիդանյանը կխոսի, երբ Նարեկին ու Վազգենին կալանավորեցին, նաև առգրավեցին անտիֆեյքի ողջ տեխնիկան։ Այսինքն սա ոչ միայն նրա համար էր, որպես իջակերտների մեջ փորձեն պատժել Նարեկին եւ Վազգենին, այլ նաև կասեցնել անտիֆեյքի գործունեությունը, ու այսպիսի օրինակներ մենք շատ ունենք։ Նույն անձը ինչ որ նամակ է գրել գլխավոր դատախազին 168 ժամ լրատվականի հետ կապված, եղել են բազմաթիվ թիրախավորումներ Հայելի ակումբի նկատմամբ եւ շատ ու շատ այլ լրատվականների բարակը։ Այսինքն մենք հասել ենք արդեն այն մակարդակին, որ դա ոչ միայն անհատների, այլ նաև լրատվականներին լրացնելու փորձը։ Երկրորդ փաստը, որի վրա ես շատ կուզենայի ուշադրություն հրավիրել, դա մոտ մի ամիս առաջ տեղի ունեցած այդ դիմումն էր Եվրոպական միությանը 15 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում արտաքին ներգրավվածության դեմ պայքարի համար, foreign interference-ի դեմ պայքարի, ու այս հարցը նույնպես անհրաժեշտ է դիտարկել երկու հարթության մեջ։ Առաջինը բնականաբար բուն foreign interference-ն է, այսինքն արտաքին որևէ դերակատարի ներգրավումն է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որովհետև այդ գումարի տրամադրումը հենց դա էլ նշանակում է։ Էլ ես չեմ շարունակելու, որ ես մի 4-5 տարի ամեկ 250 միլիոններ, 5 միլիարդ էր, մի խոսքով ինչ փող ասես գալիս էր։ Այդ փողերի հաշվետվողականության հետ կապված ես ճիշտ ասած դեռևս որևէ տեղեկություն չունեմ, բայց վստահ եմ, որ այս 15 միլիարդը շատ արագ կգա, եթե դեռ չի եկել։ Այսինքն առաջինը այո, արտաքին ներգործություն։ Բայց այստեղ կա նաև երկրորդ, այսպես ասած, թաքնված հարթություն։ Ինչ է նշանակում այդ դիմումը եւ Եվրոպական միության կողմից դրան տրված դրական արձագանքը։ Դա նշանակում է, որ մինչև ընտրություններ եւ ընտրություններից հետո Փաշինյանի բոլոր բռնաճնշումները, բոլոր վայրագությունները, իրավական համակարգի օգտագործումը քաղաքական այլախոհների ճնշելու համար փաթեթավորվելու է, ես պայքարում եմ արտաքին ներգործության դեմ բրենդի ներքո։ Ինքը տեղյակ է, որ Եվրոպական միության մի շարք երկրներում այդ թեման շատ արդի թեմա է, շատ քննարկվող թեմա է։ Ես ոչ մի զուգահեռ որևէ երկրի հետ տանել չեմ ուզում։ Եվ ինքը որոշել է խայբից օգտվել եւ իր հետագա բոլոր բռնաճնշումները քողարկել այդ հասկացության տակ։ Այսինքն, եթե միջազգային կառույցները, շատ երկրների դեսպանատներ, որոնք միշտ աչքի են ընկել ժողովրդավարության, խոսքի ազատության վերաբերյալ իրենց շատ ուշադիր մոտեցումներով, եթե առաջ կար լռելիային carte blanche կամ լռելիային թույլատվություն այդ ամենը իրականացնելու Փաշինյանի պարագայում, հիմա արդեն դա հրապարակային է եղել, որովհետև կարծում եմ չկա Հայաստանում որևէ մի քաղաքական գործիչ, ով այդ մեսիջը այդպես շատ հստակ չի հասկացել։ Դա այդ է ինչ մեզ սպասում է, գիտեք, բայց կամ մի շատ կարևոր կետ, թե ինչ կարող է անել, ինչի ունակ է Փաշինյանը, ինչ է պատրաստ անել, կարծիքով գիտենք բոլորս, ես որ Աստված շատ լավ գիտեմ։ Այստեղ շատ ավելի կարևոր է մենայն մի հարց, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Մնացած հարցերը իրականում այդքան էլ էական չէ։ Եվ եզրափակելով, շարունակելով Պարոն Սիմոնյանցի ասածը միասնականության վերաբերյալ
ես չեմ կարող ընկալել այս կամ այն քաղաքական գործի կողմից մեր եւ ձեր քաղաքապետարյանների վրա։ Քաղաքական բանտարկյալները մեր եւ ձեր չեն լինում։ Մենք բոլորս պարտավոր ենք ամեն ինչ անել մեր պայքարի ընկերների ազատության, ապահովման, պաշտպանության համար։ Այս պահին անազատության մեջ գտնվող եւ մասնակիորեն ազատության մեջ գտնվող հալածյալ մեր պայքարի ընկերների շրջանում կան մարդիկ, ովքեր ում կարծիքի հետ ես բացարձակ համաձայն չեմ այս կամ այն հարցում, ավելին հրապարակային բանավեճեր ենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ որևէ կերպ մենք պիտի մասնակից չլինենք իրենց իրավունքների պաշտպանության պայքարի։ Ուստի միանալով Պանզոնյանցի ասվածին վերահաստատում եմ, որ չեն կարող լինել մեր եւ ձեր քաղաքապետարյանների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է եւ հանրապետականը ինչպես առաջ, այնպես էլ հիմա եւ ապագայում շարունակելու է այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում, որովհետեւ մենք մեր մաշկի վրա ամենատարբեր մակարդակներում, սկսած մեր կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանից, շարունակած գործադիրի անդամներով, խորհրդի անդամներով եւ շարքային կուսակցականներով զգացել ենք լեզուս չի պետք սրանք ռեպրեսիվ մեխանիզմ անվանել, որովհետեւ մի քիչ շատ այդպես բան է, արժևորում Փաշինյանի, բայց ամեն դեպքում իրականության մեջ դա հենց այդպես։ Շնորհակալություն։ Պարոն Մամեջանյան, մի հարց ձեզ, որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ, որը ԵԺԿ անդամ է, ես ուզում եմ իմանալ, հավանաբար մեր հասարակությանն էլ կհետաքրքրի վստահաբար, եվրոպական ամենաազդեցիկ կուսակցությունը ինչպիսի մոտեցում կամ վերաբերմունք ունի նրա նկատմամբ այն այլանդակության ինչ կատարում Հայաստան։ Շնորհակալ եմ շատ, ես կխոսեմ եւ ԵԺԿ-ի եւ ընդհանրական, միջազգային արձագանքի վերաբերյալ։ Կետ առաջին, միջազգային արձագանքը մեզ ոչ մի պարագայում չի գոհացնում։ Իհարկե առկա են որոշակի արձագանքներ, բայց դրանց ծավալը, քանակը եւ բառամթերքը մեզ գոհացնել չեն կարող։ Կոնկրետ ԵԺԿ-ի մասին ԵԺԿ-ի յուրաքանչյուր նիստի փակ եւ բաց քննարկումների ժամանակ հանրապետականի ներկայացուցիչները բարձրաձայնում են այդ թվում նաեւ այս խնդիրը։ Որպես շոշափելի արդյունք կարող ենք նշել երկու կամ 1.5 արդեն չեմ հիշում տարի առաջ ընդունված ԵԺԿ-ի բանաձևը, որում հստակ նշվում էր, որ Հայաստանում կան քաղաքապետարյաններ, անվանական նշվում էր Արմեն Աշոտյանը, այն ժամանական ազատության մեջ գտնվող եւ կոչ էր արվում իշխանություններին դադարեցնել նմանօրինակ աշխատելավոճը։ Ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, պարոն Սոյնյանց, ԵԺԿ-ի արձագանքը կարևոր է նրանով, որ ԵԺԿ-ն իշխանությունը ոչ միայն եվրոպական պարլամենտում եւ ԵՄ-ում որպես ամբողջություն, այլ նաեւ անդամ երկրներից զգալի հատվածում։ Գոհ ենք արդյոք մենք այդ արձագանքից, իհարկե ոչ, բայց այնուամենայնիվ ԵԺԿ-ից ունենք փաստագրված արդյունք բանաձևի տեսքով, որտեղ ֆիքսվում է Հայաստանում կամ քաղաքապետարյաններ։ Նմանօրինակ արդյունք ունենք մենք նաեւ CDI-ից, Կենտրոնամետ դեմոկրատների միությունից, արդեն մի քանի բանաձևերի տեսքով, շատ հստակ բառամթերքով, որտեղ ֆիքսվում է, որ մենք մեր երկրում ունենք քաղաքապետարյաններ եւ պահանջ է ներկայացնում նրանց ազատ արձակելու։ Այս երկուսը որպես քաղաքական կառույցներ էական են իրենց արձագանքով, բայց կան նաև հասարակական կառույցների արձագանքներ, այդ թվում Էրնարեկի եւ Վազգենի գործով Եվրոպայի խորհրդի լրագրողների իրավունքներով զբաղվող մի ստորաբաժանում, որի անունը չեմ տալիս, որ կարող եմ մի բառ շփոթեմ, նաև մի քանի զեկույցներում են ներկայացված եղել մեր պայքարի ընկերների անունները եւ кейսերը, բայց ճիշտ ասած ընդունելի կլիներ, եթե մեր գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչները, այն դեսպանատների ներկայացուցիչները կամ դեսպանները, որոնք միշտ աչքի են ընկել ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության վերաբերյալ իրենց ուշադրությամբ, մասնակցեին դատական նիստերին։ Լավ, ենթադրենք դեռ հայտարարություն
անել չեն ցանկանում, բայց գոնե նիստերին մասնակցել որպես վերահսկողություն կարող են, որպես այցելել քաղաքապետարներին, առնվազն գոնե մարդասիրական տեսանկյուններից կարող են, սրանք հարցադրումներ են, որոնք որևէ մեկին չթվա, որ ես բացառապես հրապարակային հանդիպումների ժամանակ եմ անում, բոլոր աշխատանքային հանդիպումների ժամանակ արվում են, դրանց պատասխան դեռևս ես ճիշտ ասած չեմ ստացել, բայց իմ պարտն եմ համարում դրանք անդադար հնչեցնել։ Մերսի։ Շնորհակալություն։ Տիկին Էլինար Վարդանյան, ինչպես ասեցի,